Արդեն ավանդաբար Հայաստանի ազգային գրադարանը ֆրանկոֆոնիայի օրերը Հայաստանում ծրագրի շրջանակում յուրահատուկ միջոցառումների մի շարք է իրականացնում։ Այս տարի գրադարանը ֆրանկոֆոնիայի երկամսյակի մեկնարկը տվեց ֆրանսիական գեղարվեստական գրականության հայերեն թարգմանությունները թեմատիկ ցուցադրությամբ, որը ներկայացնում է գրադարանի ֆրանսիական ֆոնդի հարուստ հավաքածուն։ Բավականին հարուստ հավաքածու ունենք, հնատիպ գիրք ասվածը մինչև 1825 թվական մենք ֆրանսերեն լեզվով 2600-ից ավելի ունենք հրաշալի հրատարակություններ։ Ցուցադրությունը ներկայացնում է ֆրանսիական պոեզիայի արձակի մի հարուստ ընտրանի, որում մխիթարյան միաբանների, Վենետիկում եւ Վիեննայում արված հրաշալի թարգմանությունների, ֆրանսահայ գրողների Անրի Թրուայայի, Վահե Քաչայի, Ազնավուրի տարբեր տարիների հրատարակություններն են, Մոպասանի եւ Կամյուի բրիլյանտ տառատեսակով գրքերը, ինչպես նաեւ բացառիկ ցուցանմուշներ, ինչպես օրինակ Ոսկան Երևանցու Լյուդովիկոս 14-րդին ուղված խնդրագիրը, որով նա Ամստերդամից հետո նաեւ Ֆրանսիայում տպարան բացելու թույլտվություն է հայցում։ Երկամսյակի երկրորդ կարևոր միջոցառումը տեղի կունենա ապրիլի սկզբին։ Գրադարանը գրականության եւ արվեստի թանգարանին կփոխանցի Դնի Դոնիկյանի արխիվը, որը նա նվիրաբերել էր ազգային գրադարանին։ Բովանդակային առումով ոչ մասնագետներ ունենք եւ համապատասխան ֆոնդեր չունենք արխիվային, դրա համար նպատակահարմար գտանք եւ իր համաձայնությունը ստացանք ֆոնդը փոխանցել, լինելու է ֆոնդի փոխանցումը, լինելու է իր արխիվից ցուցադրություն եւ ունենք հարուստ հավաքածու իր ստեղծագործությունների եւ թարգմանությունների։ Եվ արդեն որպես ֆրանկոֆոնիայի երկամսյակի եզրափակիչ միջոցառում տեղի կունենա Հայաստան-Ֆրանսիա դիվանագիտական եւ մշակութային փոխառնչություններ գիտաժողովը, որի ընթացքում որպես գլխավոր խոսնակ հանդես կգա Ֆրանսիայի ազգային գրադարանի նախագահ Ժիլ Բեկը։ Այդ օրերին նաեւ համագործակցության հուշագիր կստորագրեն Հայաստանի եւ Ֆրանսիայի ազգային գրադարանների ղեկավարները։ Նունե Ալեքսանյան, Ռումիկ Խաչատրյան, լուրեր։